Բարև ձեզ, արգելի իմ տիկտոկյան և յութուբյան հետևորդներ, այսօր ես մի փոքրիկ ռասկլադ եմ ուզում անել, հարցը այսպիսին է լինելու քո հարաբերությունները ֆինանսների հետ, հա, սա ինչի համար է, ինքը 7 պոզիցիայով է, որպեսզի դու հասկանաս ովքեր կարող են ազդել, միգուցե ինչ-որ բան ազդում է քո ֆինանսների վրա և դու չես հասկանում իրականում պատճառը որն է, իսկ եթե ցանկություն կունենաք, կարող եք դիմել ավելի գլոբալ, հա, աշխատանք տանելու կոնսուլտացիայի համարին WhatsApp և Telegram կանալին, որպեսզի ավելի խոր աշխատենք և ավելի շատ հասկանաք, հա, պոզիցիաները անալիզ անեք և հասկանաք, թե ինչպես անեք, որպեսզի դուք դուրս գաք հետագայում այդ խնդիրներից, հա, ազդող պոզիցիաներում արդեն պարզ կլինի, թե ինչ կարող է ազդել դեպի ճիշտ ուղի, որպեսզի կարգավորեք ձեր ֆինանսային, հա, իրավիճակը ձեր կյանքում և այսպես այստեղ ուշադիր նայեք և հարց տվեք իմ ձեր անունը ֆինանսային կարգավիճակը ներկա պահին Եվ ես անցնում եմ կանխատեսման։ Առաջինը դա այն պոզիցիան է, որտեղ ինչ-որ մեկը, հա, ձեր հարազատներից միգուցե կարող է ազդել ձեր ֆինանսայինի վրա, տեսնենք, սա առաջի պոզիցիան է։ Երկրորդ պոզիցիան դա ազդեցությունն է, եթե ունեք ամուսին, պարտնյոր, կին, ով կարող է ազդել ձեր ֆինանսների վրա, Երրորդ պոզիցիան դա ձեր ուստանովկանն է, թե դուք ինչպես եք տրամադրված ֆինանսային հոսքին, տեսնենք երրորդ պոզիցիան, չորրորդը այն ինչը ձեզանից կախված չէ, հա, այսպես դնենք, այն ինչը ձեզանից կախված չէ, կապված ձեր ֆինանսների հետ և դուք ոչինչ չեք կարող փոխել, հաջորդ պոզիցիան կարողանում եք դուք գումար աշխատել, այսպես կդնենք, որ ձեզ պարզ լինի, ինչպես եք դուք գումարները ծախսում և ինչի վրա դուք պետք է ուշադրություն դարձնեք, սա ամենակարևոր վերջի պոզիցիան է, որպեսզի դուք դուրս գաք այդ իրադարձությունից և այսպես, նայում ենք առաջի պոզիցիան, այստեղ, ձեր բարեկամներից կամ մարդկանցից, ովքեր կարող են ձեր ֆինանսների վրա ուրեմն ազդել, դա մի երիտասարդի մասին է խոսքը, ինչ-որ անձ, ով շատ վատ է ազդում ձեր գործերի վրա, ինչ-որ խնդիրներ ստեղծելով ձեզ համար, բավական ցինիկ անձնավորության մասին է խոսքը, սա այլ անձ է, այլ ոչ թե ձեր բարեկամների հետ է կապված, ես չեմ տեսնում, որ այս անձին դուք պետք է վստահեք, անձ, ով քիթ խոթում է այնտեղ, որ իրեն ընդհանրապես չի հետաքրքրում, բավականին շատ հետաքրքրասեր է և անձը կարող է ազդել ձեր ֆինանսային այսօրվա տուպիկ իրավիճակի վրա, որը ոչ մի կապ չունի, կարող լինի ձեր ընկերը, կարող լինի ձեր շրջապատից ինչ-որ մեկը, ում չի կարելի վստահել, որից վատ էներգիա է ձեզ գալիս։ Հաջորդ քարտը մենք այստեղ տեսնում ենք, բավականին շատ հետաքրքիր, տեսնում եք քարտը, որը կապ ունի Եթե ունեք կին, բարեկամներ, հա, կամ ինչ-որ պարտնյոր, ով կարող է ազդել ձեր ֆինանսային հոսքի վրա, այստեղ մրցակցության մասին է խոսքը, դուք ունեք չուզողներ, ովքեր որ միգուցե կողքից խանգարում են, հա, խոչընդոտեն ձեր ճանապարհին ֆինանսների հետ կապված, փորձում են անընդհատ խոչընդոտել, բնական է այստեղ հենց այնպես չեն հարց տվողները, Երրորդ քարտը մենք տեսնում ենք այստեղ, երրորդ քարտը խոսում է ձեր ինչպես եք դուք ընդհանրապես, հա, վերաբերվում ֆինանսային հոսքին։ Այստեղ ձեզ մոտ ցույց է տալիս, որ
այն ինչ կատարվում է ձեր ընտանիքում, հա, ձեր ընտանիքի մեջ, բարեկամության մեջ եւ այլը, այստեղ ձեզ համար շատ կարեւոր է, որպեսզի դուք հոգ տանեք, նո բնական է, լավ եք վերաբերվում, որպեսզի հոգ տանեք ձեր ընտանիքի մասին, բայց ամենայն դեպս խոչընդոտները մենք տեսնում ենք շատ է։ Հաջորդը ազդեցություն, որը ձեզանից կախված չի, ֆակտորներից է կախված եւ դուք ոչինչ չեք կարող փոխել, դա ինչ որ անձի մասին է խոսքը։ Տեսնում եք, նորությունների հետ կապ ունի, ինչ որ փաստաթղթային, տեսնում եք, փաստաթղթայինի հետ կապ ունի, որովհետև ձերքին մենք տղամարդու տեսնում ենք փաստաթուղթ, ինչը կարող է խանգարել, դա անսպասելի կարող է լինել, որը բերում է խնդիրներ կապված փաստաթղթային հարցերի հետ, որոնք դուք պետք է կարգավորեք, եթե բիզնեսի հետ է խոսքի օրինակ, հա, կապված, հաջորդը, եւ դա ձեզանից կախված չէ։ Կստացի, այստեղ նաեւ քարտը խոսում է այն մասին, որ դուք պետք է պատասխանատու լինեք նաև ինչ գործողություններ, որ դուք անում եք, կարգի բերելով, հա, ձեր կյանքը կապված ֆինանսների հետ հետագայում։ Հաջորդ քարտը դա ուր է։ Ինչպես եք դուք կարողանում աշխատել գումարներ։ Դուք շատ լավ կարողանում եք լեզու գտնել մարդկանց հետ, հա, տեսնում եք, երկու հոգի իրար հետ զրուցում են, երկրորդ մարդու միջոցով միգուցե, հա, դուք կարող եք այլ լեզու գտնել, ներդաշնակության գնալ, համաձայնության գնալ եւ կարողանաք գումարներ աշխատել։ Չնայած խանգարողները, մրցակիցները շատ են, հա, ովքեր փորձում են ձեր ճանապարհներին խոչընդոտ լինել։ Հաջորդ քարտը շատ հետաքրքիր քարտ է, որը խոսում է իսկ ինչպես եք դուք կարողանում, դուք ընդհանրապես կարողանում եք ծախսել գումարները, հաշվարկով եք բավականին, շատ լավ գիտեք ինչի վրա եք ծախսում, խոսքը ինչ որ մեկին նվեր եք առնում, գիտեք ինչքան գումարով դուք բավական խելացի կարող եք ծախսել, հա, գումարները, բայց ավելի շատ ձեր տան մասին եք մտածում, քան ինչ որ մեկին խոսքի ինչ որ նվեր կարող եք գնել, եթե գնում եք էլ շատ լավ գիտեք փողի արժեքը, դա արդեն խոսում է խելացի, հա, գումարները տնօրինելու մասին։ Հաջորդ քարտը, որը մենք տեսնում ենք բավականին շատ լավ քարտ է, ինչի վրա դուք պետք է ուշադրություն դարձնեք, հա, տեսնում եք ինչ հետաքրքիր քարտ է դուրս եկել, դուք պետք է ուշադրություն դարձնեք ձեր էմոցիաների վրա, մարդկանց հետ հարաբերություններում, ամենակարևոր ուշադրությունը այն, ինչ դուք պետք է ուշադրություն դարձնեք, ամեն ինչ պետք է դուք սիրով անեք, հա, այլ ոչ թե կոնտրոլ անելով, ուշադիր եղեք ձեր շրջապատին, ամեն մարդու հանդեպ պետք չի ժեստ անեք, հա, եւ հաջորդ քարտը դուք պետք է կարողանաք հոգ տանել ձեր հարազատների մասին, այն մարդկանց, ովքեր ձեզ դիմում են, որպեսզի դուք նրանց օգնեք։ Այսինքն, այստեղ ավելի շատ ընտանիքի հետ կապված, այլ ոչ թե ամեն մի փոքր բաների վրա հիմար դուք ինչ որ գումարներ ծախսեք, հասկանալով, տեսնում եք այստեղ արժեքի գումարի արժեքը, ինչ որտեղ պետք է մի փոքր կարողանաք գումար հավաքել, հա, եւ գումարները հաշվել են սիրում, իսկ եթե ում ծառայում եք, դուք պետք է սիրով ծառայեք, սրտով, թեկուզ ինչ որ բանում ցանկանում եք օգնել, հա, դուք դա պետքա սիրով կատարեք, դա ձեր բալանին է, այսքանը։